Սովորական մահկանացու մարդուն թաղման նշումը չէ, որ կատարեցին, այլ Աստուծո միածին որդուն Հիսուս Քրիստոսին։ Պողոս առաքյալ Թեսաղոնիկեցիներուն ուղած իր առաջին նամակի 15-րդ գլխում մեջ գսել. Քրիստոս մեր մեղքերուն համար խաչվեցավ, թաղվեցավ եւ հարություն արավ։ Այս նախատասության մեջ խտացած է իմաստը ոչ միայն Քրիստոսի թաղման, այլ նաև Քրիստոսի մարդեղության ու առաքելության։ Որպես քրիստոնյաներ երբեմն պետք է հարց տանք մենք մեզի, թե ինչու համար Քրիստոս Աստուծո միածին որդին աշխարհ եկավ։ Ինչու։ Այս ինչուին պատասխանը արդեն Աստվածաշունչին ու հատկապես նոր գտակարանի մեջ շատ հստակ երբով կդրվի։ Քրիստոս աշխարհ եկավ, մարդեղացավ մարդուն համար։ Մեղանչած էր մարդը։ Աստուծո պատկերին համաձայն ստեղծված եւ աստվածային տրախտի քեղեցկությունը, հարությունը վայելելու գոչված մարդը իր մեղքին պատճառով վտարված էր տրախտեն, այլ խոսքով հեռացած էր Աստուծմեն։ Ինչպես Աստվածաշունչը զանազան թեփկերու ջամփով աստվածային հայտնության թրվակներու ջամփով ցույց կտա կբարձե, թե հակառակ մարդու մեղանչական վիճակին, հակառակ այն իրողության, որ մարդը եղծած էր Աստուծո պատկերը, Աստված մոտեցավ մարդուն, զանազան երբերով փորձեց համոզել մարդը, որ վերադառնա իր աստվածային պատկերին եւ որպես Աստուծո որդին վերահաստատե հայր որդի հարաբերություն։ Դարձյալ Աստվածաշունչը մեզի գհուշե, թե մարդը երբեք մտիկ չրավ Աստուծո խրատներում, հիշեցումներում, մնաց հերու Աստուծո եւ մեղքերու դիրմի մեջ խրած։ Ահա թե ինչու մարդու այս կացության դիմաց Աստված մեր հայրը, որ այնքան գսիրեր մարդը իր արարածը, հակառակ իր մեղանչական վիճակին իր միածին որդին ղրկեց, որպեսզի հրգե մարդը եւ վերադարձնե իր երկնավոր հոր։ Ահա թե ինչու Պողոս առաքյալ այս երեք հարերու մեջ կխտացնե
Քրիստոսի մարդեղության իմաստը, նշանակությունը, նպատակը Աստուծո որդին երկինքեն երգիր իջավ, մեղավոր մարդուն մոտեցավ, քարոզեց, հրաշագործեց, իր պատգամները փոխանցեց, հիշեցումներ կատարեց, մեկ նպատակ ունենալով մարդու ազատագրությունը իր մեղքեն, մարդու հրգությունը։ Եվ Քրիստոս այնքան սիրեց մարդը, որ նույնիսկ մարդուն համար խաչվեցավ, քերեզման իջավ եւ ապա հարություն արավ։ Ահա սիրելի հավատացյալներ, իմաստը, խորհուրդը Քրիստոսի մարդեղության, ինչ որ Քրիստոս խոսեցավ իր երկրավոր առաքելության ընթացքին, ինչ որ կատարեց մեկ եւ հստակ նպատակ ուներ մարդու հրգությունը։ Ահա վասիկ իմաստը մարդեղության եւ իմաստը Քրիստոսի թաղման։ Ինչպես մեր շարականներում մեջ, առաքելական թուղթերում մեջ, մեր հայրապետներու քրությանց մեջ հաջող կշեշտվի, թե անմեղ մարդը, անմահ մարդը Քրիստոս մարդու գերբարան ստացավ, մահկանացու մարդու գերբարան ստացավ, մարդ դարձավ, կատարյալ մարդ հացի մեղքեն, որպեսզի մարդ դառնալով մարդուն ցույց տա ճշմարտորեն, հարազատորեն մարդ ըլլալու ճշմարիտ կերպը, ճշմարիտ ճամփան։ Հարցյալ Պողոս առաքյալ այնքան քեղեցկորեն կխոսի եւ կհագատրե առաջին ադամ եւ երկրորդ ադամ։ Առաքյալը Քրիստոսը կնկատե երկրորդ ադամ։ Երկրորդ ադամը եկավ գսե, որպեսզի սրբակրե առաջին ադամին սխալները։ Երկրորդ ադամը եկավ աշխարհ, որպեսզի առաջին ադամը, որ խաբար բերած էր, լույս տա աշխարհին։ Առաջին ադամը մահ բերած էր, երկրորդ ադամը կյանք բերավ։ Ես կուզեմ, որ մեր հավատացյալները առաքյալին այս թուղթերը կարդան, ու շատ հստակ կերպով բացատրված է այն ինչ որ մենք եկեղեցու մեջ հատկապես ավագ շաբթվա ընթացքին կկատարենք, արարողություններու ճամփով կհիշեցնենք մեր ժողովրդի զավակներուն, թե Քրիստոս մեզի համար, մեր բոլորին համար, առանց խտրության աշխարհ եկավ եւ իր կյանքով ցույց տվավ մեզի փրկության ճշմարիտ ճանապարհը։ Թաղվելով Քրիստոս իր հետ թաղեց մեր մեղքերը։ Այսօր երբ մենք կնշենք Քրիստոսի թաղումը,
եկեք Քրիստոս, որ մեր մեղքերը թաղեց քերեզման իջներով, մենք ալ փորձենք մեր մեղքերը քերեզմանել, թաղել մեր տեսակ երևելի եւ ոչ երևելի մեղքերը թաղենք, ինչպես Քրիստոսի բարակային թաղումը վերջ չէր եւ քրիստոնեական հասկացողությամբ թաղումը վերջ չէ, թաղումը մարդկային կյանքին վերջագետը չէ, հանգրվան մնե։ Մենք կհավատանք հավիտենական կյանքին, Քրիստոս թաղվելով եւ հարություն առնելով նաեւ մեզի ցույց տվավ, թե մեղքերը մեր թաղելով մենք կմտնենք թեպի փրկություն տանող ճամփան։ Հետևաբար, սիրելի հավատացյալներ, եկեք այս հավատքով, այս գիտակցությամբ մեր մեղքերը թաղենք եւ վաղը երբ պիտի ողջունենք Քրիստոսի հաղթական հարությունը, հաղթական մեղքին թեմ, խավարին թեմ, չարին թեմ, այս է հարության իմաստը ու նպատակը, այս գիտակցությամբ մենք թաղելով մեր մեղքերը ողջունենք Քրիստոսի հարությունը, որ մեզի տվավ վերանորոգ հույս եւ վերանորոգ կյանք թեպի փրկություն ընթացող այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն։